Slava Տիրոջը։ Ես այսօր ուզում եմ մի հատ թեմայի մասին խոսանք։ Շատ հետաքրքիր թեմա է, ինձ թվում է բոլորիս էլ դուր կգա։ Թեմայի անվանումը մոտավորապես այսպես է՝ իրական օրհնությունները։ Մենք երբ որ գալիս ենք եկեղեցի Քրիստոսին ու կարծես թե շատերս գալիս ենք մի բանի համար, որպեսզի ունենանք հավիտենական կյանք։ Եվ այդ կյանքը ստանալով մենք զգում ենք մեզ որպես օրհնված ժողովուրդ։ Շատ քրիստոնյաներ իրաց կյանքի մեջ օրհնությունը նայում են մի ուրիշ անկյունով, բայց ուրիշներն էլ նայում են մի ուրիշ անկյունով։ Ու գիտեք, հետաքրքիրը նրա մեջ է, որ իրականում թե նրանք բոլորն էլ օրհնված են։ Բայց որտեղ է իսկականից իրական օրհնությունը։ Շատ մարդիկ, երբ որ գալիս են Քրիստոսին, մտածում են, որ պետք է մի քիչ իրենց կյանքը բարելավվի, ֆինանսապես, Տերը օրհնում է, ու ասում են, Տերը օրհնեց, օրհնված մարդիկ ենք։ Շատ մարդիկ ասում են, Տեր, մենք հիվանդություն ունենք, ուզում ենք առողջություն, եւ Տերը տալիս առողջություն, եւ ասում ենք, օրհնված ենք։ Ու գիտեք ցավալին ինչի մեջ է, ցավալին նրա մեջ է, որ իրանք բավարարվում են այդքանով ու իրանք կյանքի ընթացքը կայանում է այդտեղ։ Ու չեն հասկանում, որ դա նրա համար չէր, որ դու ստանաս ու կայնես։ Դա նրա համար էր, որ դու ճանաչես Աստծուն, որ ինքը կա քո կյանքի մեջ ու շարունակես։ Լավ, բարի, եթե այսպես է, եթե բարելավված մարդիկ օրհնված են, եթե առողջ մարդիկ օրհնված են, եթե ունես հարստություն օրհնված ես, բայց ինչ ասեն այն մարդիկ, ովքեր որ սովի ու ծարավի մեջ են, ովքեր հիվանդության մեջ են, ովքեր աղքատության մեջ են, ովքեր դժվարության մեջ են, բայց այն ու ամենայնիվ իրանք մեր մեջ են, մեր կողքին են, ինչ եք կարծում իրանք օրհնված են, թե ոչ։ Ես կասեի այսպես, նրանք ավելի մեծ օրհնության տեր մարդիկ են, որովհետև իրանք հավատարիմ են մնում Տիրոջը ու Տիրոջ ճանապարհների մեջ են քայլում ուղիղ։ Գիտեք, այն մարդը, որի համար կարևոր չի թե կյանքի բարելավումը, ում համար կարևոր է Աստծո կյանքի մեջ ապրելը, այդ մարդը օրհնված մարդը։ Անկախ են բանից, թե դու ինչպիսի վիճակի մեջ ես, թե դժվարության մեջ ես, թե ուրախության մեջ ես, թե լենության մեջ ես, թե հիվանդության մեջ ես, թե առողջ ես ապրում, նշանակություն չունի Տիրոջ համար։ Տիրոջ համար նշանակություն ունի մեր սիրտը, թե մենք որքանով ենք վստահում իրան, թե որքանով ենք մենք պաշտում իրան, եւ որքանով ենք կարողանում հավատարիմ մնալ իր խոսքին։ Ամենակարևոր բան Աստծո համար դա է։ Որովհետև տեսեք Իսրայել ժողովուրդը, երբ որ Եգիպտոսում լծի տակ էր, չէ, Եգիպտոսում ծառա էր, չէ, ու Իսրայել ժողովուրդ հավաքեց, որ Աստված իրանց ազատ արձակի, որ իրենց ազատություն պարգևի, չէ, ու Աստված իրանց ազատեց, բայց տեսեք Ավետարանում Իսրայելի համար ինչ է ասում։ Ժողովուրդ, որ աղաղակեց Տիրոջը ու Տերը ազատեց իրանց։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 7-րդ խոսքից եմ ուզում կարդամ, նրա համար ինչպես Սուրբ Հոգին ասում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում են փորձության օրը անապատի մեջ, ուր որ ձեր հայրերը ինձ, տեսեք ինչ ասել, ինձ փորձեցին, ինձ քննեցին, ինձ եւ տեսան իմ գործերը 40 տարի, նրա համար զզվեցի այն ազգիցը, որ ասեց, միշտ մոլորվում են, տեսեք ամենակարևոր խոսքը, սրտով, եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Ինչ ցավալի բան է, չի ասում։ Իսրայել ժողովուրդը, որ ազատվել էր եգիպտական լծի տակից, իշխանության տակից, ճիշտ է իրանք անապատի մեջ էին, չէ՞։ Բայց իրանք կենդանի Աստծուն ամեն օր տեսնում էին։ Առավոտը նրանց Տերը
առաջնորդում էր ամբիսյունով, գիշերը կրակի սյունով։ Մարդիկ դրան ականատես են։ Ասում ով Իսրայել 40 տարի ոչ շորը մաշվեց, ոչ կոշիկը մաշվեց, ոչ փորեցին, ոչ ցանեցին, բայց իրանց փորը կուշտ էր ու իրանք լայնության մեջ էին։ Լավ ինչն էր պատճառը, որ ասպես Աստված ասեց։ Պատճառը նա էր, որ սրտով իրանք խոտորվեցան ու Տիրոջ ճանապարհները չճանաչեցին։ Շատ անգամ մենք գալիս ենք Տիրոջ տուն, բայց սրտով աշխարհի մեջ ենք։ Չենք ճանաչում Տիրոջ ճանապարհները։ Մենք ուզում ենք օրհնություններ վայելենք, բայց չհասկանալով մի բան, որ դու այդ օրհնություններով շատ հավանական է, որ դու կորչես։ Կարևոր չի, թե դու կյանքում քո ինչ աղոթքների ես պատասխաններ ես ստացել։ Կարևորը նրա մեջ է, թե դու ինչպես ես դա ընդունել եւ ինչպես ես դու շարունակում քո կյանքում։ Ես այսօր ուզում եմ Աստվածաշնչից մի քանի հերոսների մասին խոսամ, որը որ ես այստեղ պարզապես գրել եմ ու դրանց մասին խոսամ, հետո Ավետարանից այդ երկու խոսքը կարդամ, շատ հետաքրքիր է լինելու։ Գիտեք, իրական օրհնությունը դա նրա մեջ է, երբ որ մենք փնտրում ենք երեսը Աստծո։ Երբ որ մենք փնտրում ենք նրան, իրականում Աստված գալիս է մեր կյանքի մեջ ու մենք իրոք օրհնված մարդիկ ենք, որովհետև մեր կյանքի մեջ մենք հասկանում ենք, որ Աստված է։ Անկախ են բանից, թե ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնված։ Գիտեք, Իսրայել ժողովրդին մի այսպիսի խոսք կա ասված, մարգարեությունում իր ասում, ով Իսրայել, նույնիսկ եթե դու գերության էլ տարվես, ես քեզ հետ եմ լինելու։ Նույնիսկ քո դժվարության մեջ հավատա, սիրելիս, քո ծանրության մեջ, քո հիվանդության մեջ, քո աղքատության մեջ, քո լենության մեջ, եթե դու Տիրոջ երեսը փնտրում ես, նա միշտ քեզ հետ է։ Դու օրհնված մարդ ես, սիրելիս։ Ամեն։ Մենք օրհնված մարդ ենք, որովհետև մենք Տիրոջ երեսն ենք փնտրում։ Ես ուզում եմ այդ հերոսներից մի քանի հոգու մասին կարդամ եւ հասկանանք իրական օրհնությունը ինչի մեջ է։ Ես ուզում եմ մի հատ ուշադրություն դարձնենք այն վայրը, երբ որ Բաբելոն տարվեցավ Իսրայել ժողովուրդը գերության։ Եվ այնտեղ մի քանի հոգու մասին եմ ուզում խոսամ։ Նրանց մեջ կար Միսակը, Սեդրակը եւ Աբեդնագոը, չէ՞։ Հիշում եք նրանց։ Տեսեք նրանց օրհնությունը ինչի մեջ էր։ Նրանց օրհնությունը նրա մեջ չէր, որ նրանք թագավորի տան պալատների մեջ էին ապրում։ Նրանց օրհնությունը իրանց հավատքի մեջ էր, որ ամեն օր Աստծո երեսն էին փնտրում։ Ու դուք տեսնում եք իրանց դժվարության պահին, երբ որ Նաբուկոդոնոսորը հրաման տվեց, որ իրանց կրակը գցեն, այն բանի պատճառով, որ իրանք կուռքերի չեն պաշտում։ Աստված ցույց տվեց իր հրաշքու զորությունը։ Այն ամենածանր պահին Աստված ցույց տվեց, որ ինքը իրանց հետ է։ Ու թագավորը ինքը հասկացավ, որ Աստծուց բացի ուրիշ Աստված չկա։ Իրական օրհնությունը ինչի մեջ էր։ Իրանց հավատարմության մեջ, որ իրանք հավատարիմ մնացին իրանց Աստծուն, թեև իրանք գերության մեջ էին, չէ՞, գերության մեջ էին, բերեք չմոռանանք, թեև իրանք Աստծո պալատի թագավորական պալատների մեջ էին ապրում, ազատ էին, չէ՞, իրանք շատ բաներ կարային, բայց իրանք գերության մեջ էին, բայց այնուամենայնիվ այդ գերության մեջ իրանք իրանց Տիրոջը չթողեցին, նրանք հավատում են, որ Աստված մի օր իրանց ազատ կհասարդի, բերեք հիշենք Եստեր թագուհու մասին, օրհնված անձնավորություն իրապես, որ ցավում էր իր ժողովրդի համար։ Մենք գիտենք, որ թագավորի մոտ, եթե մտներ մարդը ու թագավորը իր գավազանը չմեկներ իրան, այդ մարդուն սպանում են, չէ՞։ Ու առանց հրավերքի ոչ ոք չէր կարող թագավորի մոտ մտներ։ Բայց Եստերի սիրտը ցավում էր իր ժողովրդի համար։ Նա հասկանում էր, թե ինքը չանում ուրիշը չի անելու։ Ես ուզում եմ հասկանանք միտքը խոսքի, հասկանում եք, ոչ թե նրա համար, որ Եստերը մտավ այնտեղ թագավորը իր գավազանը դեմ արավ, այո, դա էր հիմնականը, բայց ամենակարևոր փաստը նրա մեջ էր, որ Եստերի սիրտը ցավում էր իր ժողովրդի համար, նա սիրում էր իր ժողովրդին։ Նա սիրում էր ու չնայեց, թե ինչ կպատահի իր հետ, նա քայլ արեց։ Շատ անգամ այսօր մենք Աստված ուզում է, որ մենք մեր քայլն անենք, որպեսզի մենք ցավանք մեր ժողովրդի համար, որպեսզի մենք հոգ տանենք մեր ժողովրդի համար, աղոթք անենք Տիրոջը, որպեսզի Աստված շատ փորձություններից մեզ ազատի։ Օրհնված մարդ էր, իրականում օրհնված մարդ էր։ Բերեք Աբրահամի մասին մտածենք մի քիչ։
Խորհենք օրհնությունը ինչի մեջ էր։ Չէ՞ որ Աստված Աբրահամին խոստացել էր, որ Իսահակով քեզ պիտի ժառանգ լինի, չէ՞։ Օրհնություն պիտի լիներ։ Բայց Աստված ինչ ասավ, բերնա զոհի քո որդուն։ Դրա մասին գիտեք ինչ կասեմ, Աստված ասում է իր խոսքի մեջ, որ նա հավատում էր, որ նա որ կանչել է, նա որ խոստացել է, մեռելներից հարություն կտա։ Աբրահամը հավատում էր։ Աբրահամը հավատում էր եւ ոչ մի անգամ իր ուշադրությունը չգցեց ոչ մի տեղ։ Չասեց, «Սո, ես իմ երեխուն ստացել եմ, հերիք այլ ուրիշ բան չեմ ասում, չեմ ուզում, չեմ էլ անի»։ Ոչ, նա ամենաթանկը բերեց Տիրոջ առաջ դրեց։ Տերը ընդունեց եւ օրհնեց։ Գիտեք, մենք պետք է շատ ու շատ լինենք մեր կյանքում սիրելի քույրեր եւ բայներ, որովհետեւ օրհնությունը դա նա չի, որ մենք լավ կյանքով ենք ապրում։ Օրհնությունը դա նա է, երբ որ մենք Քրիստոսի մեջ ենք ապրում։ Օրհնությունը դա նա է, երբ որ մենք հավատարիմ ենք մնում Տիրոջը, երբ որ ճանաչում ենք նրա ճանապարհները, երբ որ նրա ճանապարհներով ենք քայլում ու չենք շեղվում ոչ աջ, ոչ ցախ։ Ամեն։ Գիտեք, շատ հետաքրքիր է Հակոբի կյանքը։ Իրոք շատ հետաքրքիր է։ Նա օրհնված մարդ էր։ Թեև ինքը օրհնությունը գողացավ իր եղբորից։ Դրա մասին լավ դեռ մենք կանրադառնանք։ Բայց ես մի բան եմ ուզում հասկանալ։ Տեսեք, Հակոբը փախավ, մի հատ երազ տեսավ։ Ես ուզում եմ, որ միտքը հասկանանք։ Հակոբը կայնեց ու ասեց. Եթե Աստված ինձ հետ լինի, ես իմ 18-ս կտամ իրան։ Ու մենք տեսնում ենք, որ ինքը իր անոր տունը ծառա անգավ։ Նա ոչ թե գնաց ազատ որպես մարդ, այլ նա գնաց ու սկսեց ծառայել իր աներոջը։ Հիշում եք այդ պատմությունը։ Նա ոչ թե ազատ մարդ էր, նա ծառա էր։ Իր աները ինչ ասել, նա պետք է աներ։ Բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք մի բան, որ Աստված Հակոբի հետ էր։ Որ Հակոբին այնքան օրհնեց Աստված, որ իր աները այդքան հարստություն երևի չուներ։ Ավելի շատ օրհնեց Հակոբին Աստված։ Ինչի համար, որովհետև Հակոբը հավատում էր, որ Աստված իր հետ է, եւ Աստված իր հետ էր։ Ամենակարևոր բանը Հակոբի կյանքում որ տեղի ունեցավ, դա նա էր, երբ որ ինքը վերադառնում էր իր եղբոր տուն, ճանապարհին ինչ պատահեց։ Արդեն Հակոբը հարուստ էր, ուներ երեխաներ, ուներ կանայք, չէ, ամեն ինչ ուներ, չէ, ամեն ինչ ուներ ինքը։ Ինքը արդեն օրհնված էր, չէ, կարծես թե։ Բայց Աստծուն հանդիպելուց, երբ որ մենապարտում էր Աստծու հետ, ինչ էր ասում Աստծուն։ Ասում էր, «Մեջերից չօրհնես, ես քեզ չեմ թողա»։ Հակոբի պես ամուր բռնի Տիրոջից։ Ամուր բռնի Տիրոջից, օրհնություն ունեցվածքի մեջ չի, օրհնությունը Քրիստոսի մեջ է։ Ամուր բռնի Տիրոջից, սիրելիս, որովհետև Տիրոջը ամուր բռնելով դու կհասնես գագաթնակետին։ Աստծո նպատակը մեր յուրաքանչյուրիս կյանքի մեջ դա նա է, որպեսզի մենք դառնանք Աստծո զավակներ, որպեսզի մենք հասնենք երկնքի արքայություն։ Աստծո նպատակը նա չի, որ այսքի վրա մեր կյանքը բարելավի ու վերջ, ոչ։ Աստծո օրհնությունը հավիտենության մեջ է։ Հակոբը լավ էր հասկանում, որ առանց Աստծո չկա օրհնություն, որ առանց Աստծո ոչինչ ինքը չի կարող անել։ Հետաքրքիր պատմություններ են, չէ՞։ Ես այսօր այս ձևը ուզում հասկացնեմ խոսքը։ Շատ կարևոր է ու շատ հետաքրքիր։ Ես ուզում եմ ամեն մեկի մեջ տեսնենք, թե Աստված ինչպես է գործում։ Ես ուզում եմ մի քիչ խոսեմ Հովսեփի մասին։ Հովսեփն էլ մի հետաքրքիր ազնվորություն էր։ Մի երազ էր տեսել, որտեղ որ ծունկ էին ծռում իրան իր ծնողները, իր եղբայրները, չէ, կարծես թե Աստծուց երազ էր տեսել։ Իրոք դա Աստծուց էր ինքը տեսել։ Ու ինքը ուրախությամբ պատմեց բոլորին, չմտածելով, որ դա իր համար մեծ փորձությունների առաջ կկանգնի։ Ինքը իր համար կարծես թե փոս փորեց իր եղբայրների առաջ։ Միթե Աստված Հովսեփի հետ չէր, որ իր եղբայրները խորհում էին, որ իրան սպանեն։ Խորհում էին, արդեն մտածում էին, ոնց կլինի, որ սա մեզ իշի։ Ինչ դժվար է, չէ՞, Աստծուց ստանաս պատասխան, բայց մեկ է տեսնես հակառակ պրոցեդուրան է տեղի ունենում։ Սկզբից ուզեցան իրան սպանեն,
Հետո մի եղբայրը, որ շատ էր սիրում իր հորը, թե իրան տենց է չհասկացա, ասա բերեք չսպանենք էլի մեղքա մեր հերը, բերեք պրոստը ծախենք գնա էլի։ Ու վաճառեցին։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ Աստված իր հետ էր։ Ինչ եք կարծում, Հովսեփը փոսի մեջ չէր աղաղոկում, Տիրոջը չէր կանչում, կանչում էր, լացում էր, նա ողբ էր անում, որովհետև իր հարազատ եղբայրները իրան վաճառում էին։ Բայց Աստծուն չէր ասում, Աստված իմ այսօրը գցեցիր ինձ, պարզապես ավետանում գրված է, որ Աստված իր հետ էր։ Իրականում, որ Աստված իր հետ էր։ Հետո տեսնում ենք, որ ինքը գնաց Պատիֆար է, չի ասում, այդ մարդու տուն, մի մեծամահարուստի տուն ընկավ, ունդեղ այդ տան կառավարիչն էր։ Որոնց իրան ծախել էին ծառայության, բայց ինքը ամբողջ մի հարուստ մարդի տան ղեկավար դարձավ ինքը։ Հովսեփը դրանով չբավարարվեց, որովհետև ինքը գիտեր, որ ինքը ունի ավելի մեծ գործ անելու։ Ես ձեզ կասեմ ինչու համար ինքը չբավարարվեց։ Կարծես թե ամեն ինչ լավ էր, չէ՞, բերեք այդ պատմությունը մի քիչ շատ դիր դերենք այս պատմության մեջ։ Ու տեսեք, այդ մարդու կինը սիրեց Հովսեփին, ուզում էր Հովսեփի հետ շնանալ, չէ՞։ Ու Հովսեփը այդ ամեն հնարավորություն ուներ։ Ու կասեր ինքը, Հովսեփը կարար չէ մտածել, ահա, ես տեղ եմ, ես հարուստ եմ, ոչ մի բանի կարիք չունեմ, իմ ախպերին ինձ ծախեցին, բայց ես ազատ մարդ եմ։ Ղեկավար մարդ եմ, ճիշտ է, չէ՞, ինքը գերության մեջ է վաճառված, բայց ինքը արդեն ղեկավար էր, չէ՞։ Ինքը կարան ամեն ինչ իրան թույլ տար, ինչ որ ուզեր էնել աներ, կարծես թե իր հորից էլ արդեն ինքը հարուստ էր, որովհետև ինքը Եգիպտոսի ամենահարուստ մարդու, փարավոնի օգնականի տանն էր ինքը, որպես ղեկավար, ոչ թե որպես ծառա։ Ինքը հասկանում էր, եթե ինքը լսի այդ կնոջ ու գնաշնություն անի կործնելու այն ամեն ինչ որ դեր իրան խոստացել է, ինքը դա լավ հասկացավ ու ինքը մերժեց աշխարհի պիղծ կեղտը, պղծություն աշխարհի մերժեց։ Շատ քրիստոնյաներ աշխարհի պղծությունը սիրում են ավելի քան Աստծո սրբությունը։ Ես ասում եմ ամենայն լրջությամբ։ Շատ մարդիկ պատրաստ են իրաց կյանքում հենց որ մի լավ բանի են հասնում, այդ մի լավ բանից լավ չունեն ու ասեն, «Էսա որ կա, այլ ուրիշ բան մեզ պետք չի» ու մոռանում են, որ Տերն է իրանց հետ, որ Տերն է իրանց դրան հասցրել։ Երբեք մի մոռացեք Տիրոջ ողորմությունը ձեր կյանքի մեջ։ Ես երբեք չեմ մոռանա իմ կյանքի մեջ, թե ինչպես է ինքը ինձ բրկել։ Մի մոռացեք երբեք, սիրելի ժողովուրդ։ Դա շատ ծանր բան Աստծո համար, երբ որ մարդը տարվում է Աստծո տված օրհնություններով, բայց չի հիշում, որ Աստված է, որ իրան այդ վիճակի մեջ բերեց։ Այո, Հովսեփի կյանքը շատ դաժան կերպով անցավ սկիզբը, բայց հետո տեսնում ենք ինչից հետո բանտ ընկավ ինքը։ Ավետարանում գիտես ինչ ա գրված, որ Աստված իր հետ էր։ Իրան բանտի մեջ գցեցին, ինքը ծառա եղավ, չէ, ինքը գնաց բանտ, ինքը ոնց որ դատապարտվեց ինքը, անմեղ տեղը դատապարտվեց։ Բայց ավետարանում ասում Աստված իր հետ էր։ Կյանքում մի բան լավ իմացեք, ամենամեծ օրհնված մարդը դա նա է, ում հետ Քրիստոսն է։ Ես սա շուտ եմ կրկնելու։ Ես սիրում եմ Տիրոջ խոսքը։ Ես ուզում եմ, որ ես Տիրոջ մեջ ապրեմ։ Եվ ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ իր սիրտը բերել է Տիրոջ առաջ, նա ուզում է, որ Տերը միշտ իր հետ է։ Չնայելով այն վիճակներին, որի մեջ մենք շատ անգամ հայտնվում ենք։ Չնայելով ոչ մի բանի, մենք հասկանում ենք մի բան, որ մեր առջև հավիտենությունն է, որի մեջ մենք պետք է ջանք անենք, պետք է պայքարենք, պետք է պատերազմենք, պետք է ոչ մի բանի չնայենք, ոչ մի բանի, որովհետև Տիրոջ տվածը ավելին է, քան թե այն, որ կա այս երկրի վրա։ Ասում երկինքն ու երկիրը կանցնի, բայց իմ խոսքից մի նշույլ անգամ չի անցնում։ Դրա համար ձեր կյանքի մեջ, մեր կյանքի մեջ մենք պետք է սովորենք, որ ամենաառաջի տեղը լինի Քրիստոսը, Աստծո խոսքը, որովհետև ինչ որ մեր կյանքի մեջ տեղի է ունենում, Աստված մեզ հետևում է, Աստված մեզ տեսնում է, Աստված տեսնում է մեր վարքը, մեր շարժը, մեր ձևը, մեր սրտի դիրքն է նայում։ Աստված չի նայում, թե դու քո փողերը որտի ծախսեցիր, Աստված նայում է քո սրտին, թե դու ինչպես ծախսեցիր։
Աստված նայում է, թե դու ընտված իր առողջությունը ինչպես ես օգտագործում։ Մենք պետք է սովորենք սրբության մեջ ապրել, Աստծո ճանապարհների մեջ մնալ։ Մենք պետք է սիրենք Աստծո խոսքը, ուշադրենք Աստծո խոսքին։ Վերջում մենք Հովսեփի կյանքում տեսանք մի բան, որ ինքը դառավ Փարավոնի երկրորդ մարդը։ Փարավոնը մենակ իր մատանի ուր չէ, բարձր կարծեմ Հովսեփից։ Հովսեփը դառավ Իսրայելի Եգիպտոսի երկրորդ մարդը։ Ու բոլորը իրան արդեն պատիվ էին տալիս։ Այ ամենամեծ օրհնությունը դրա մեջ էր։ Հետո մենք տեսնում ենք, որ Հովսեփը ընդունեց իր հորը, իր եղբայրներին, ներեց, ամենակարևորը ներեց, ողջ պահեց եւ Իսրայելը ունեցավ խաղաղ կյանք մի որոշ ժամանակ, որտեղ Աստված այդպես էր կամենում։ Բերեք նայենք հիմա նոր կտակարանի մեջ, թե ինչեր են տեղի ունեցել առաքյալների կյանքի մեջ։ Գիտեք, միտեղ գրված է, որ Հիսուսը երբ որ ծառայությունը վերջացրեց, իր աշակերտներին ստիպեց, որ նստեն նավը ու անցնեն ծովի մյուս կողմը։ Ես ուզում եմ պարզապես հասկանալ միտքը խոսքի։ Ու ինչ ա գրված, որ ասպան ծով ալեկոծվեց եւ կարծես թե իրան բոլորն են կործանվում էին։ Ինչ եք կարծում։ Տերը գիտեր, որ իրանք ալեկոծության մեջ են ընկնելու։ Գիտեր։ Բայց աշակերտները գիտեին, որ իրանք ալեկոծության մեջ են ընկնելու։ Չգիտեին։ Իրանք մտածում էին, որ Հիսուսն ասել է անցի, անցեք, ուրեմն պետք է անցնեն։ Ճիշտ է։ Իրանք այդպես էին մտածում, նստի ու անցել, ինչ ա, ստիպել էր Հիսուսը իրան, ասել պետք է գնանք, վերջ։ Ու բոլորն էլ խառնված էին նավի մեջ, հասկանում եք, բոլորն էլ խառնված էին, բոլորն էլ շփոթված էին, այս ինչ կատարվեց։ Միթե Աստված իրանց հետ չէր։ Մենք հետո տեսնում ենք, որ Հիսուսը գալիս է, հանդարտեցնում է ծովը ու բոլորն են խաղաղություն են ստանում։ Շատ անգամ Տիրոջ ճանապարհների մեջ մի մտածեք, որ ամեն ինչ հանալ յուղի պես պետք է եղնի։ Սենց պողանուխիկ նա ճանապարհ ասել, պետք է գնանք վազելով, գնանք ու գնանք, ոչ։ Քարերեր կհանդիպեն, փշերեր կհանդիպեն։ Ներ ու փշոտը քարքարոտ է ճանապարհը, որ դեպի երկինք է տոնում, Հիսուսն այդպես ասեց։ Հեշտությամբ մենք չենք կարող հասնենք։ Գիտեք ինչի համար, որովհետև անօրենը քնած չի։ Նա ցանկանում է աման ժամանակ քո առաջ քար գցի, փուշ գցի, քեզ ծակի, ցավացնի, եկեղեցու մեջ անգամ քեզ ցավացնի, որպեսզի դու կորցնես իրական տեսիլքը, որը ունեցել ես Քրիստոսից։ Տերը չի ցանկանում, որ դու կոտրվես, Տերը ցանկանում է, որ դու ամուր կայնես։ Երկերկոցում ասում ով է սա, որ կրտնած իր սերեկանի վրա անցնում անապատի միջով։ Դա խոսում է հարց եկեղեցու եւ Քրիստոսի մասին։ Մենք անապատի միջով ենք անցնում բոլորս, եկեղեցին անցնում այդ ճանապարհով։ Այո, դժվարությունները շատ են, գայթակղություններն են շատ։ Աշխարհը իր փառքն է ուզում քեզ տա, որ դու թողնես Քրիստոսի փառքը։ Շատ մարդիկ ցավոք սրտի թողնում են Աստծո փառքը, գնում են վերցնում են ժամանակավոր փառքը եւ կորցնում են իրենց տեսիլքը, կորցնում են Տիրոջը։ Որտեղ է օրհնությունը Քրիստոսի մեջ։ Եթե եկել ես եկեղեցի ու ճանաչել ես Քրիստոսին, ամուր բռն Քրիստոսից, որովհետև այլ ճանապարհ չկա։ Ոնց ուզում ես գցի բռնի, այլ ճանապարհ չկա։ Ես ուզում եմ հիշենք նա Պողոս առաքյալի կյանքը։ Հետաքրքիր նա ինքը երազ տեսա, որ ինքը երազի մեջ պատգամ առավ, որ պետք է գնա ինչ-որ մի երկիր, չէ՞, որ երկիրն էր։ Չէ, Հռոմ չէ։ Այսօր եմ հիշել էլ մոռացել։ Հե, որ ինչ-որ մի մարդ իրան կանչում է, ինքը պետք է գնար այդտեղ։ Մակեդոնիա ավես։ Քանի անգամ հիշել եմ, քանի անգամ մոռացել, պետք է գրեի։ Տեսեք, կարծես թե ինքը Տիրոջից պատգամ էր արել, չէ՞ որ պետք է գնա Մակեդոնիա։ Всё, ինքը արդեն Տիրոջից պատգամ էր արել։ Կարծես թե ոչ մի խանգարող բան չկար։ Ընդհանուր առմամբ ինչ տեղի ունեցավ։ Բռնեցին, լավ ծեծեցին, որ ասպա ջարդը տվեցին, նա դեռ բանդը գցեցին։ Դուք պատկերացնում եք Աստված իրան ասել էր գնա այդտեղ։ Ինչ Աստված չգիտեր, ինչ պիտի տեր ունենար Պողոսի կյանքի մեջ։
Տեսնում եք Պողոսի համբերությունը, նրա հավատարմությունը։ Նա չկոտարվեց նույնիսկ բանտի մեջ։ Ասում է, եւ շղայի հետ այնպես աղոտ քարի, որ բանտի ամբողջ կապակները քանդվեցին, բոլոր բանտակյաններն ազատվեցին։ Դուք հասկանում եք, բանտի մեջ ժողովուրդը տեսավ Աստծո փառքը։ Բանտապետը ստացավ փրկություն, իր տան հետ միասին։ Հենց որ երբ որ դժվարությունների մեջ եք ընկնում, ընդել էլ Տիրոջ երեսը փնտրեք։ Նիկոց Աստված ուզում է քեզ մի բան սովորացնի, Նիկոց ուզում է քո հավատքը ավելացնի։ Մենք շատ անգամ տեսնում ենք լավ խոսացող եղբայրներ ու ասում ենք, օ, այսինչ լավ են խոսում, ինչ լավ է իրաց խոսքը ասնում։ Ինչու համար, գիտեք, որովհետև մարդիկ ամեն ժամանակ փնտրում են Տիրոջ երեսը։ Չեն նայում այն ամեն ինչին, ինչ որ տեղում է իրաց կյանքի մեջ։ Չեն նայում իրաց լավ ընդունեցին, վատ ընդունեցին, հալածեցին, չհալածեցին, իրաց նպատակը մեկն է՝ հասնել Քրիստոսի կատարյալ հասակին։ Ես մի հատ հետաքրքիր տեղ եմ ուզում կարդամ Եբրայեցիս գրքի մեջ։ Ես այդ տեղը, որ կարդում եմ, ես պարզապես ես չգիտեմ, ել ինչպես դա նայեմ, կարծես թե Աստծո ժողովուրդ է, բայց տեսեք ինչ է կատարվում։ Դա գրված է Եբրայեցիս գլխի 10-րդ գլխի 32-38 խոսքերը։ Տեսեք Պողոս առաքյալը Եբրայեցիս թղթերի մեջ ինչ է հիշեցնում այս ժողովրդին։ Արդ հիշեցեք առաջին օրերը, որ դուք լուսավորվելուց հետո շատ, տեսեք ինչ էր ասում, չարչարանքների ջիքերի համբերեցիք, երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտարակվեցաք, երբեմն այն վիճակում լինողների հետ մասնակից եղաք։ Որովհետև իմ կապանքների կներեք հետ էլ չարչարվեցաք և ձեր, տեսեք ինչ ասում, ես կբացատրեմ ես խոսքը, որովհետև իմ կապանքների հետ էլ չարչարվեցաք և ձեր ստացվածների հափշտակությունն է, ուրախությունով ընդունեցիք, գիտենալով, որ ձեր անձերի համար ավելի լավ մնայուն ու ստացված ունիք երկնքումը։ Դուք հասկանում եք սա ինչ ասում Պողոսը։ Այս ժողովրդին հարացել են ամեն ձևով։ Իրանց ունեցվածքից իրանց զրկել էին։ Պատկերացնում ես մեկին իր ունեցվածքից զրկես։ Ինչ կանեք ես, գլուխդ կջարդի։ Հասկանում եք ժողովրդի վիճակը, Պողոսը, ու տեսեք, սա այն վիճակն է, որ Աստված ուզեցել է, որ այս ամեն ինչի մասին գրվի, որ վերջապես իմանանք Աստծո ժողովուրդը ովքեր են։ Որ ունենք մի մնայուն, անմնայուն, ունենք մի ստացված երկնքում, որը որպեսզի ոչ ոք չի կարող վերցնել։ Ոչ ոք, մեր նպատակը դա պիտի լինի։ Այս ժողովուրդը մեծ նեղությունների մեջով էր անցել։ Իրանց ունեցվածք իրանց խմել են, տարել են, զրկել են իրանց ազատությունից։ Բայց Պողոս ինչ ասում է, դուք ուրախությունով եք ընդունել այդ։ Ես մի քիչ չեմ կարող պատկերացնել դա։ Ես տենց մեծ ունեցվածք չունեմ, այն էլ որ ունեմ, ես մտածում եմ, որ հանկարծ ոսկորակ իմ ավտոն եթե գարիձանից վեր ունեն, ես ինչ դժվարությամբ կտանեմ, չէ՞, Քրիստոսի անվան համար։ Ոչ թե շտրաֆների ու պարտքերի համար, այլ Քրիստոսի անվան համար։ Ինչ մեծ դժվարություն ունենաս, չէ՞, ու ասենք մտածում ես, բայց այս մարդիկ ասում ուրախությամբ ընդունեցին։ Այն նեղություններն ու հալածանքները, որ եկան իրաց կյանքի մեջ։ Օժտված կյանքը նա է, որ հավատարիմ է Տիրոջը, սիրելի ժողովուրդ։ Մի մոռացեք ոչ մի անգամ, օժտությունները տարբեր ձևերով են գալիս, բայց օժտության միակ նպատակը նա է, որ դու հաստատվես Տիրոջ տան մեջ։ Օժտությունը դա նա չի, որ դու ստանաս ու բավարարվես, օժտությունը դա նա է, որ ստանաս ու առաջ շարժվես։ Պողոս առաքյալը շատ իմաստուն մարդ էր, շատ գիտուն մարդ էր, բայց ինչ ասում ինքը։ Ասում ես ամեն ինչ ախ ու կեղտ եմ համարում, ինչի համար։ Քրիստոսին շահելու համար։ Ինչ ակրի Պողոս առաքյալը չէ կարա հարստանալ, այն ինչ ձև կարար հարստանալ։ Ինչքան հրաշքներ ու զորություններ են տեղի ունեցել իր կյանքի մեջ, ինչքան մեռելներ են հարություն արել, ճիշտ է։ Ինչքան մարդիկ են իր միջոցով փրկվել, ինչքան եկեղեցիներ են բացվել։ Չէ կարա հարստանալ։ Կարար, այն ինչ ձև կարար։
Բայց Պողոս Արաքյանը ընտրեց նեղությունները, չարչարանքները Քրիստոսի անվան համար, քան թե այն լայն կյանքը, որը դեպի կործանում է տանում։ Գիտեք, իրականում սիրելիներս, շատ անգամ ես շատ մարդիկ եմ տեսել, որ իրոք Տիրոջ համար եկել են Տիրոջ ու ուզեցել են իրանց ուզածին հասնեն ու հասել են։ Իրապես հասել են, Աստված թույլ է տվել, որ իրանք հասնեն։ Բայց որ տեսնում եմ այդ մարդիկ էլ չկա։ Ես շատ բաներ եմ տեսել։ Տղաներ են եկել եկեղեցի աղջիկների վրա սիրահարվել են քույրերի վրա, դեկել են, վառվել են եկեղեցու մեջ, կրակ են դարել, իրանց ցույց են տվել, որ իրանք լավն են, ջրով մկրտվել են, իրանց ուզածին հասել են, բայց եկեղեցում այդպես էլ չեն մնացել։ Ամեն բան չի, որ մեզ կարա երկինք տանի։ Միակ բանը, որ մեզ տանում է երկինք, դա մեր հավատարմությունն է, մեր անկեղծությունն է, մեր սերն է դեպի Աստված, որպեսզի մենք կարողանանք վստահենք Տիրոջը մեր կյանքի ամբողջ ընթացքը։ Ոչ թե հետապետապ, այստեղ հիվանդ եմ մի քիչ աղոթեմ, որ ոդիկան եմ, գնամ եկեղեցի, որ չհիվանդանամ, փողերս չհատնի, չէ։ Ամեն ինչ էլ կեղնի, բայց այդ ամեն ինչի մեջ դու պետք է հավատարիմ լինես Տիրոջը։ Ես պիտի հավատարիմ լինեմ, դու պիտի հավատարիմ մնաս, եւ Տիրոջ փառքը իրապես կգա մեր կյանքի մեջ։ Եթե ուզում ենք Աստծո փառքը տեսնենք, մենք պետք է ապրենք այդ փառքի մեջ, մենք պետք է ջանք անենք, որ դրան հասնենք։ Իսկ մենք դեռ դժվարությունների մեջ արդեն սկսում ենք տրտնջալ, ինչպես Ավետարանում գրված։ Եվ ասում է Իսրայելը տրտնջաց Աստծո առաջ։ Եգիպտ անապատի մեջ ոչ վարում էին, ոչ ցանում էին, ոչ շոր էին առնում, ասում Իսրայել քուշորը չմաշվեց կոշիկների հետը, 40 տարի պատկերացնում ես, ոչ շորը մաշվել, ոչ կոշիկ, բայց կերել խմել, քեֆ են արել, կոպիտ ասած։ Ու այդքանից հետո Աստծո առաջ տրտնջում են, վախի ենք մենք այս վիճակի մեջ ապրում։ Դրա համար Աստված ասում զսպեցի ես այդ ազգից։ Ապրենք այնպես, որպեսզի Տերը չզզվի մեզանից, այլ սիրի մեզ։ Տերը մեզնից չի զզվում, սիրելիներս, ինքը մեզ սիրում է, պարզապես տանում է մեր կապրիզները։ Բերեք ես ձեզ ասենք, ու համբերում է, որ երբ պիտի խելքի գանք, իրան դառնանք ու ասենք, Տեր կներես մեզ։ Ես ուզում եմ Եբրայեցիս գլխի 12-րդ խոսքից կատարում, հետաքրքիր խոսքեր են օրհնության, կամաց ես վերջին եմ հասնում, գրված է Եբրայեցիս 12-րդ գլխի առաջի երկրորդ խոսքերն եմ ուզում կարդալ։ Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմություն ունենք, տեսեք ինչ ասեմ, մեզ շրջապատած, կներեք, այսքան բազմություն ունենք, մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ տիրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը, մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին, Հիսուսին, որ իր առաջին դրված, տեսեք ինչ ասեմ Հիսուսի մասին, ուրախության փոխանակ խաչը հանձնարավ և ողնութը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Տեսեք Հիսուսի մասին ինչ ասում։ Ու մեզ ինչ ասում, դենքցի, քեզ շրջապատած մեղքը, պղծությունը, այն ինչ որ աշխարհը պղծում է, մի մոտենա դրան։ Հիսուս ասում է իր ուրախության փոխարեն խաչը հանձնարավ։ Իմ ու քո փոխարեն, որ մենք Աստծո զավակներ դառնանք, որ Աստծո արքայության մեջ իր հետ ուրախանանք։ Վերջի վերջում մենք Քրիստոսի հասնենք։ Եվ մի կարևոր համարել եմ ուզում կարդամ, որի մեջ ավելի շատ ուզում եմ ուշադրություն դարձնենք։ Էլի գրված է Եբրայեցիս գլխի մեջ անորից գրված 12-ից 17 խոսքը կկարդամ, ուզում եմ մի փոքր անդրադառնալ ու հասկանալ ավարտել իմ ծառայությունը։ Նրա համար հաստատեցեք թուլացած սերները և տկարացած ծունկերը և ձեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Մեր մեջ շատ թույլեր կան, որոնց մենք պետք է օգնենք ժողովուրդ ջան։ Հոգևոր իմաստով եմ ասում։ Մենք պետք է թույլ չտանք, որ ինչ-որ մեկը գայթակղվի մեր ապրած կյանքից, մենք պետք է ուշադիր լինենք ու կանգնեցնենք թույլ մարդկանց։
Եվ ձեր ոտերի համար ուղիղ ճանապարհ շինեցիք, որ գաղը չկլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք, տեսեք ինչ ասում, խաղաղության ամենի հետ եւ սրբության, որ տեսեք ինչ ասում, առանց նրա ոչ ով Տիրոջը չի տեսնի։ Հասկանում եք ինչի վրա է դնում շեշտը։ Զգուշ կացեք, ամենակարևոր տեղն եմ ուզում կարդալ, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դար արմատ մեր վերջը պուսնի եւ ներություն տա եւ նրանով շատերը բացվին։ Տեսեք ինչ ասում այդ մարդկանց մասին, որ չլինի մեկը բորնիկ եւ բիծ ինչպես Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանունությունը ծախեց։ Գրած է թեև շղճաց, բայց տեղ չգտավ։ Ամենակարևոր բանը Եսավի նման չլինենք Աստծո տան մեջ, այլ Հակոբի նման պայքարող լինենք, օրհնության հետևից գնացող լինենք։ Եսավը մի փորկերակուրի պատճառով ծախեց իր անդրանունությունը։ Ասպա Եսավի պես օրհնիկ էլ չլինենք։ Գիտեք ինչի համար, որտեղ Եսավը իր հունումորը չէր լսում։ Օտար ազգերից կանայք էր լսում։ Շատ էր բարկացնում իր հորն ու մորը։ Եսավի կյանքը լավ կյանք չէր, բայց կարծես թե երկուսն էլ ընտրյալ ժողովրդի ազգից էին։ Մի մարդու երեխեք էին, ով որ Աստծո կողմից ընտրված էր։ Չէ, կարծես թե իրանք էլ պետք է օրհնված լինեին, բայց օրհնությունը ստացավ Հակոբը, իսկ Եսավը մերժվեց։ Այստեղ ամենևին հարցը նրա մեջ չի, թե մենք ինչպես ենք ապրում սիրուհիներս։ Ամբողջ շեշտը դրված է մեր սրտի վրա, մեր կյանքի վրա, մեր մոտեցման վրա, մեր իրար հետ շփվելու վրա, թե ինչպես ենք մենք Տիրոջ երեսը փնտրում, արդյոք ուզում ենք նրա ճանապարհներով քայլենք, արդյոք ճանաչում ենք նրա ճանապարհները, թե ոչ։ Տերն ասում է իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Դրա համար սիրելիս, օրհնության ճանապարհների մեջ դու կհանդիպես տարբեր ձևի վիճակների մեջ կընկնես, կհայտնվես ավելի շուտ։ Նեղություններ կունենաս, լենություններ կունենաս, Պողոս առաքյալ ասացի պես։ Ամենակարևորը դա նաև որ դու հաստատ մնաս քո հավատքի մեջ։ Այն ճշմարտության խոսքի մեջ, որ Տերը այսօր քեզ տալիս է։ Ամուր բռնեք Աստծո խոսքը, հետևեցեք Տիրոջը ու անկեղծ եղեք Քրիստոսի առաջ։ Տերը գիտի մեր բոլորիս հոգսերն ու կարիքները։ Գիտի ամեն բան գիտի ինքը, ամեն բան տեսնում է։ Վերջի վերջում մենք բոլորս իր ժողովուրդն ենք ու իր առաջ ենք։ Ամեն բան տեսնում է եւ ցանկանում է, որ քեզ հասցնի երկինք։ Նրա նպատակը դա է։ Պարզապես եղիր հաստատուն քո քայլերի մեջ։ Ամեն։ Բերեք կայնեք աղոթենք Տիրոջը։ Խնդրենք, որ Աստված օրհնի մեր ճանապարհները, մեր կյանքը, մեր ընթացքը, որպեսզի մենք չշեղվենք այս ճանապարհներից, այլ հաստատ մնանք Տիրոջ ճանապարհների մեջ, որպեսզի ստանանք իրական օրհնությունը։